Ձերոնք ուր են։ Հա իրանց մոտից են գալիս, իրանց նկարել են։ Ինչ։ Իրանց նկարեցինք, այդ Ղափանցի տղուն նկարեցինք։ Հա։ Ալենի։ Ստեկանի ստեղոսանք։ Չէ։ Հարի։ Ես ուզում։ Ինչ։ Ես ուզում։ Չէ։ Հե։ Աշունը։ Դա մի բան ասա։ Ինչ ասեմ, սաղ տոշնյա, սաղ նորմալ է։ Որտեղացի ես։ Հոկտեմբերանցի։ Հոկտեմբերանցիները սովորաբար խոսող են ելնում, դու ի՞նչ ես տենց խոսում։ Չխոսքան եմ ես։ Բա տնեցիները ինչ էիր խոսում, որ չխոսկանան։ Ադե լավ կանգնի մի վարքան, ու հետևից չեն գալու։ Չէ, խոսում եմ։ Ասաղ նորմալ է, սաղ տոշնյա։ Դուք էլ եք բան ծիրանիկներից եկել։ Ինչ ենք ասել։ Հիմա ինչ եք անելու, մաքրելու եք։ Ադա ինչ եմ անում։ Սահանում Կարաք բայց մաքրել։ չենք կարա։ Ոնց եք մաքրելու։ Լավ այլի։ Լավ է։ Ես այդ վիդեոն տեսել եմ, արդեն իրան հողարկավորել էին, հետո էին այդ վիդեոն արդեն գցել, որտեղ այնտեղ գրած էր, որ այս ինչ-ինչ պատճառներով այս վիդեոն չենք տեղադրում համացանց, որ չտեսնեին։ Այդ րոպեին ճիշտ է, ես իմ հետ էր ինքը խոսում, որովհետև ինքը գնացել էր հեռախոսով խոսալու։ Իմ հետ խոսում էր, բայց ես չգիտեի ինքը որտեղ է, ինչ է, ինչ գործերի է մասնակցում, ասում էր մամ ջան, շատ սաղ տոշնյա, սաղ լավ է։ Միջով հիմա էլ այդ վիդեոն որ նայում ենք այդ իր խոսալը ոնց որ մեր հետ միշտ այդ զրուցան այդ պահին ուշ տվեց էլի իրոք ոչ մի բան չունենք ախր որ գոյնե միտեղ խոսալ է ծառայության ընթացքում թեկուզ այդ բաներից այդ խոսքը խոսալ այդ ժպիտը ոնց որ մեր հետ այդ պահին գար գնար մեր մեջ լներ էլի այդ ընթացք Ամսի 25-ին ինքը դիրքերում էր, 25-ին դիրքերից իջել էր, մենք գումար էինք ուղարկել իրան այնտեղից, որ ինքը իրան համազգեստ էր առել նոր, ասեց մամա հենց դիրքերից գիշնեմ նոր կհակնեմ էտի, զանգեց ասեց մամա արդեն հակել եմ համազգեստը, ուրախացանք 26-ի լույս 27-ի գիշերը չզանգեց, 26-ին ինքը չզանգեց, 27-ին մենք արթնացանք տեքս Մոսկվայում էինք արդեն, բա գիտեք պատերազմը, Յուսելոսի արտակ ինչ ես ասում հնարավոր չի, այս որ թիվնա որ տես պատերազմ սկսի, ասես պատերազմը, սաղ լայնածավալ պատերազմ, ու անցավ 2 օր, այդ օրը չզանգեց, չէ Անդրանիկը, չէ, այդ օրը չզանգեց Անդրանիկը, հետո զանգեց, չասեց ինքը պատերազմը, դե մենք գիտենք որ պատերազմ, ինքը բացարձակ չասեց, ասեց որ մենք ամեն ինչ նորմալն է, սաղ լավ է, դրանից երևի 10 օր ինքը մենք լուրջ չունեցանք իրանից, հետո խաբարեր արինքը ուրիշների միջոցով, որ մենք բունկերներում ենք, որ մենք կռվին չենք մասնակցում, մենք շատ լավ ենք։ զանգես ցերեկով խոսում էր էլի հետս կրակոցներ լսեցին բայց դեռ մենք հələ էլի հույս ունենք որ ապահով տեղ են երկրորդ երրորդ գիծ են դե ծնող ես վերջ կրակոցներ լսեցին ու անջատեց զանգում եմ չի վերցնում հետո զանգեցի ասում եմ ինչ ձեներ տղա ջան կրակոցների ձեներ չէ պապ ասում եմ ինչ կրակոց այստեղ կրակոցների ինչ գործ ունի մենք ապահով տեղ ենք բանենք ասում եմ մի խապելի ասում գոյները ասա որտեղ ես մի առաջի տառն ասա վերջի տառն ասա գիտեմ այդ տարածքները սաղ տեղերը գիտեմ ամեն ինչ գիտեմ ասա գոյները իմանանք որտեղ ես ինչ ասում ես եթե այդպես բարդ հարցնեք ավելի լավ չհարցնենք Մի անգամ էլ զանգեց, այդ ամսի քանիսն էր, 4-ն էր, չէ, 4-ը չէ, հələ հոկտեմբերի վերջերն էր, ուժեղ վազում է, ես զգում եմ վազում է, շունչը կտրում է, ասում եմ Անդրանիկ, ինչ ա եղել, ասես մամ, գնացինք, դրանց ծխեցինք, եկանք, այդ րոպեին, ես արդեն ինքը զգաց, երևի այդ րոպեին ինքը ուզում էր ինչ-որ մեկի հետ իր հույզերը կիսել, զգաց, որ իմ հետ է խոսում, բրազ անջատեց հեռախոսը, հետո զանգեցի, Անդրանիկ, ինչ էիր ասում, բա հետ չէ, ոչ մի բան, էլի թաքցրեց ինձանից։ ուրիշ տղա է պատմում ասում որ ասում էին կռվի ասում Անդրանիկ հելում էր ոնց որ կոմպյուտերային խաղի մասնակցի ոնց որ կոմպյուտերային խաղի մասնակցի առանց վարանելու այնտեղ մտածելու թե մի քիչ զգուշ լինենք մի քիչ sense ասում ոնց որ հելներ կոմպյուտերային խաղի մասնակցեր էլի հետ գար իր դիրքը իր ծառայությունը շարունակել Ամսի 9-ին զինադադար եղավ, իրանից լուրջ չունեինք։
Նախքան այդ լուրը ամսի 6-ին ինքը զանգեց, ասեց սա նորմալ է, սա տոշնի է, իր սիրած բառը սա տոշնի է։ Հետո որոշեցինք, որ մենք վերադառնանք, որ մենք մեր երեխին քննենք, շատ հույսով էի, անգամ մտքովս չէր անցել, որ չէր անցնում, բացարձակ, որ սենց դեպք կլինի։ Ասում էի արգամ, դե ասում էին ինչ որ անտառներում զինվորներ կան թաքնված, ես մտածում էի, թե անտառներում կլինի, թե չի հնարավոր չէր, ինքը ոնց լներ կզանգեր, մեզի կտեղեկացներ։ Հետո որոշեցինք, որ մենք գանք, վերադառնանք։ Մինչև մի որոշումը արդեն իմացանք այնտեղ մեզ գյուղապետարն ստե զանգել էին։ Մերեզի ոչ մի բան չի կիսվեց առայցունից մեզի, որ ինչ եմ անում, ինչ ձևի, ոնց մենակ սովորական ոնց եք ոչ չեք այդ Շուշի էլ որ գնացել է էլի իրան չեն տարել զորով կամ հրաման չեն տվել գնացեք ասել են sense բան կա հանձնարարություն կա կատարելու տղեկն են դեպքում հանձնարարություն կա կատարելու ըստ կամքի ով կցանկանա այնտեղ Հակոբ Միասյանից Հակոբ կա երես իրանց ջոկատի հետ ինչ որ մահապարտներ այտենց իրանց ջոկատի հետ այդ հանձնարարությունը անեք գաք մեկ ինքն ահել է որ ես կգնամ ինք իր կամքով Վերջի զանգը ամսի 6-ին է եղել ասում եմ մամ ջան շատ լավ ասում եմ Անդրան անգամ ես էի պատերազմից խոսում եմ մամ մի խոսա շատ լավ է չմտածես ոչ տխուր էր ոչ չգիտեմ այդ երեխի ռիսկ այդ երեխի ես չեմ կարող ասում եմ մամ ջան չմտածես շատ լավ է սա տոշնի է ասում եմ Անդրանիկ ջան որ գաս ասում եմ որ այս կռիվը պատերազմը վերջանա պիտի զինվորներին թողեն մայրական խնամքի ասում եմ Անդրանիկ ջան հենց գաս ես կգամ ասում եմ հա մամ ջան կգամ ոչ մի բան չէր ասում որ ես հիշեմ ինչ որ մի ակնարկեր անեմ ինչ որ մի հրաժեշտի բառեր ասում ոչ մի բան Դե որ իրանց նահանջրաման են տվածել, նա ասում են հետ նահանջ։ Երեխեք չեն նահանջում, որը դե երեխեք չնայած քիչ են եղել երեխեքից։ Մեր տարիքի շատ քիչ են եղել։ Վիրավոր թե իմ արդեն զոհված ընկեր ունենում, ասում են միջով չմաքրենք, տղեկին չհանենք ստեղից, մենք չենք թողի նահանջենք։ Տենց ուզում են մեկը մեկով արդեն օգնեն։ Լիսնայերով Տարբեր տեղերով հետարքրում ասում կոին այդ վայնի բիլետնական կոին մի հատ ռեմեննա ինչ որ իրա բաներ մի բեշերից ոչ մի չկա ասում են անվախ խանդուն է ինքը մենք որ ասում ենք Անդրանիկ ասում են մի ասեք Անդրանիկ ինքը անվախ խանդուն է